Աղմկոտ արձագանքներից հետո Լևոն Թոքմաջյանի պարույր սևակը զանգակատնից տեղափոխվել է Երևան։ Բանաստեղծի Տրավերտինից քանդակված կիսանդրին կտեղադրվի Մալաթիա Սեբաստիայի Անդրանիկի 129 հասցեում։ Սևակի արձանն իր մասնավոր տարածքում ցանկացել է տեղադրել Երևանի բնակիչներից մեկը, գործարար, որ չցանկացավ խոսել։ Մարդա, որ շատ սիրում է քանդակագործություն, շատ սիրում է պարույր սևակին, որ իմացավ այդպեսի պատմություն, ինձ խնդրեց։ Ինձ հանգեց, մենակ ինքը չի եղել, շատ մարդիկ եղան, որոնք ցանկություն հայտնեցին, ես բոլոր տեղերը գնացել, փնտրել եմ, նայել եմ տարբեր տեղեր Երևանի, ես ընտրեցի այստեղ, ինչի համար, կողքը Դբրոսկա։ Պարույր սևակի քանդակը գնաց գործարարն այս պահին արտասահմանում է, կվերադառնա հավանաբար մայիսին կբացեն արձանը, քանդակագործն ու նա միասին քննարկել որոշել են արձանի տեղադրման վայրը, այնպես որ սևակը նայի դեպի Անդրանիկի փողոց, Լևոն Թոքմաջյանն այս օրերին գալիս որոշ շտկումներ է անում քանդակին։ Մազերը թեթևացրի, ստեր էր ընկնում։ Հիմա ես որ մի քիչ աշխատեցի, հələ տեսեք մազերը ավելի ակտիվացրեցի, մի քիչ այս ծնոտը հետ տարա եւ ինձ թվում է որ կամաց ստացվում է այն ինչ որ ես մտածում էի, մի քիչ աչքերը խորացնեմ եւ մի քիչ եթե կարողանամ իրան ժպիտ տամ։ Պատվանդան պետք է տակը դնենք, ինքը ավելի բարձրանալու է, ավելի ներքևից ենք նայելու։ Այսենց ենք նայելու։ Բնակելի շենքերի բակերին հարակից տարածքում դրված արձանը հիմնականում փակ է լինում, քանդակագործ այն բացում է միայն աշխատելիս։ Գիտեմ, որ 2024 թվին 100-ամյակն է դրած է։ Գիտես իր քանդակն է հիմա այստեղ տեղադրվելու։ Հա։ Տեսել ես։ Հա, տեսել եմ, որ սարքվում էր։ Արվեստանոցում արդեն Լևոն Թոքմաջյանն անկեղծանում է։ Սևակի քանդակի պատմությունը եզակի չէր։ Տասնամյակների գործունեության ընթացքում ելի են եղել իրավիճակներ, երբ գործերն արժանացել են ոչ միանշանակ արձագանքի։ Վերջին աղմուկի հետ կապված դեռ որոշակի հարցեր անհասկանալի են։ Ինչպես ստացվեց, որ նախ հավանեցին, հետո իրադարձություններն այլ կերպ զարգացան, բայց ամեն դեպքում ուրախ է, որ իր սևակը գտավ հանգրվան։ Երբ որ ես գնացի բերելու, աշակերտությունը ձեռի տված, փակեցին իմ դեմը։ Թե մի տարեք խնդրում ենք։ Լևոն Թոքմաջյանը հիշում է մյուս գործերի հետ կապված քննադատությունները, նույն պատմությունն էր, երբ տեղադրվեց Կարաբալան։ Ասում են, թե այդ ինչա չլու փալասի մեջ, բան, ես արդարացնում եմ, երբ որ Կարաբալային խուլիգանության համար բերդ նստացրեցին, տարան են նույն բանտախուցով դեղը Չարենցն էր։ Թող բացեն Չարենցի երկերը, որը որ Կարաբալայի մասին ոտանավոր ունի գրած։ Մենք չգիտենք արտիստ է նա, թե ծաղիկ ծախող Կարաբալա։ Հիմա նկարվում են, հիմա ամեն ինչ անում են, հիմա ես խնդրում եմ, որպեսզի ես փոքրն անեմ եւ սուվենիրի նման։ Ինչու է ոտաբոբիկ Թոքմաջյանի Մարտիրոս Սարյանը։ Ժամանակին քննարկումներին արձագանքել էր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը, ասելով, որ Սարյանի